Նորընտիր պատգամավոր եք, որ խնդրեմ կներկայանաք։ Վարդանյան Արաքսիա։ Երբ ձեր կենսագրությունը, ինչու որոշեցիք դառնալ պատգամավոր, ինչ քաղաքական հետագիծ ունեք։ 21 թվականից եղել եմ Փարաքար խոշորացված համայնքի ավականու անդամ, եղել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքար խոշորացված համայնքի ավականու խմբակցության ղեկավար, որից հետո նույն թվականից 2021, որին զուգահեռ ղեկավարել եմ Ձորակ շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնը, միջով պատգամավորական մանդատ վերցնելը։ Ինչով գրավեց պատգամավորի ներողություն։ Իհարկե, մինչ նաև համայնքային ծառայող եմ եղել 7 տարի եւ քաղաքականությունը միշտ հետաքրքրել է։ Ինչով գրավեց մասնավորապես պատգամավորի գործունեությունը, որ ցանկացաք պատգամավոր դառնալ։ Իրականում, քանի որ ես մոտ 11 տարի աշխատել եմ TIM ոլորտում, որից հետո նաև սոցիալական ոլորտում, ես ինքս մտածում եմ, որ նախագծեր կհեղինակեմ, որոնք օրենսդրական փոփոխությունների կենթարկվեն ու ազգային ժողովը լավագույն տեղն է դրա համար։ Ինչ նախագծերով հանդես կգաք։ Եվ TIM ոլորտի հետ կապված եւ սոցիալական։ Հանձնաժողովում եք ուզում։ Իհարկե դա չի կաշկանդվում, որ մնացած հանձնաժողովներում էլ ես աշխատանքի առումով ընդգրկված լինեմ։ Դուք նշեցիք, որ ավականու անդամ եք եղել, բայց ամեն դեպքում ակտիվ հավանաբար չեք եղել գոնե հրապարակումների առումով, հայտարարությունների առումով, եթերում, որովհետև շատերը չեն ճանաչում ձեզ։ Որ արժանիքի համար, ձեր գործունեության ինչը գնահատեցին, որ ցանկացան, որ դուք պատգամավոր լինեք։ Հավանաբար դուք 2021 թվականից սկսած չեք հետևել եւ գոնե չեք տեսել ավականու նիստերը, որովհետեւ եթե գեթ մեկ անգամ հետևած լինեիք ավականու նիստերը, ես ամենաակտիվ ավականու անդամն եմ եղել եւ խմբակցության ղեկավարը։ Եք ակտիվ եղել։ Թե ելույթներով, թե հրապարակումներով, միջև մանդատս վայր դնելը, միջև վերջին պահը, նույնիսկ մի ամիս կարելի ասել ես առողջական խնդիրներից ելնելով միայն նիստից բացակայել եմ։ Մնացած նիստերին եւ ակտիվ եմ եղել, եւ նախագծեր ունեմ, եւ խմբակցության ղեկավար եմ եղել, հետեւաբար չէի կարող ակտիվ չլինել։ Միայն այդ մեկ ամսում ես ակտիվ չեմ եղել, որովհետեւ առողջական խնդիրներ եմ ունեցել։ Այդ ակտիվությունն են գնահատել, որ ցանկացել են դուք պատգամավոր դառնաք, որովհետեւ ցուցակը բավականին մեծ էր եւ դուք փաստորեն առաջատար շարքերում եք եղել, որ խորհրդանը կարողացել մտնել։ Անկեղծ ասած, ինչպես գիտեք, մեր պատվիրակներն են ձևավորել մեր ցուցակը եւ այդ հարցը պետք է ուղղեք մեր պատվիրակներին։ Ես վստահ եմ, որ ես բավականաչափ ակտիվ եմ եղել ցուցակում հայտնվելու եւ հետագա գործունեությունս ազգային ժողովում շարունակելու համար։ Ավականում աշխատանքը այլ է, ազգային ժողովում լրիվ այլ, ավելի բարդ աշխատանք է։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ աշխատանքը նաեւ ընդդիմության հետ։ Տեսեք, բարդի ու բարդ չլինելու հետ կապված չեմ կարող ասել, բայց իրենք շատ մոտ աշխատանքներ են, իհարկե ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը շատ ավելի ընդարձակ է ու քանի որ ես որևիցե կաշկանդվածություն չունեմ աշխատելու հետ, հետևաբար ինձ թվում է ես կհաջողեմ նաև որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր։ Շնորհակալ եմ։